Նա կրում էր թագավորների թագավոր Տիտղոսը և նրա ստվերը ծածկում էր ամբողջ մերձավոր արևելքը։ Տիգրան Մեծը, հայոց պատմության ամենահզոր տիրակալը, կառուցեց մի կայսրություն, որը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, բայց այդ փառքը կերտված էր արյան և կրակի մեջ։ Նրա նոր մայրաքաղաքի Տիգրանակերտի հսկայական պատերը շարված էին գերեվարված հազարավոր ստրուկների ձեռքերով, իսկ նրա բանակի ոտնաձայներից դողում էր հին աշխարհը։ Նա այնքան հզոր էր, որ նույնիսկ հռոմեական անպարտելի կայսրությունը սարսափում էր նրանից։ Սակայն մեծագույն կայսրությունները փլուզվում են ոչ թե դրսի թշնամուց, այլ ներքին դավաճանությունից։ Երբ հռոմեացի լեգիոնները ներխուժեցին Հայաստան, Տիգրանին դավաճանեց սեփական որդին, առաջնորդելով թշնամուն դեպի հոր գահը։ Իր կյանքի մայրամուտին ալեհեր արքան ստիպված էր խոնահել իր հպարտ թագը Հռոմի առջև, որպեսզի փրկի հայրենիքը վերջնական կործանումից։ Նա մահացավ խոր ծերության և միայնության մեջ, հասկանալով, որ բացարձակ իշխանության գինը բացարձակ դատարկությունն է։